Բարև ձեզ, Ֆակտոր TV-ի հյուրը քաղաքագետ Սարոս Սարոյանն է, ողջույն, պարոն Սարոյան։ Այս կամ առաջիկա շաբաթները կարող են ճակատագրական լինել ռուս-ուկրաինական պատերազմի առումով, այսինքն եվրոպական մայրցամաքի համար, աշխարհի համար, մեզ համար, իհարկե, հաշվի առնելով, որ Պուտինը պատրաստ է մի քանի օրով մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատել, Զելենսկին պատրաստ է 30-օրյա հրադադարից, Թրամփը մշտական եւ ասում է ես ձեզնից ժամանակավոր հրադադար չեմ պահանջում, այլ մշտական կանգնեցրեք պատերազմը հենց հիմա եւ ամեն օր մենք տեսում ենք նրա այսպես բարկությամբ լի գրառումները թե ինչու իրեն չէին ենթարկվում երկու նախագահները, այդ դուք հավանական համարում եք հրադադարը։ Հրադադար հաստատելու գործնական հնարավորությունները շատ փոքր են, շատ փոքր են եւ այդ տեսանկյունից ես թերահավատորեն եմ մոտենում, որ հնարավոր է առաջիկա, չգիտեմ, ժամանակահատվածում հրադադար հաստատվի։ Բնականաբար տեղյակ եմ եւ տեսնում եմ Թրամփի եւ ամերիկյան ներկա վարչակազմի բոլոր տեսակի փորձերը հաստատելու այդ խաղաղությունը, բայց բնականաբար մենք էլ տեսնում ենք դրա ուրեմն չլինելիության այդ դրսևորումները տարբեր տեսակի, այդ տեսանկյունից թերահավատորեն եմ մոտենում։ Շատ լավ, Թրամփը ասում է, որ վերջերս, որ Պուտինը կարծես ինձ խաբում է, նա անընդհատ ժամանակ է ձգձգում, ասում է պատրաստ եմ հրադադարի, բայց կան նյուանսներ, եւ այդ նյուանսները, երբ որ Պուտինը թվարկում է, պարզվում է Ուկրաինայի կապիտուլյացիայի պայմաններն են ըստ էության։ Այո, բոլորս տեղյակ ենք այդ բոլոր պահանջների ամբողջ կծիկին, որ Ռուսաստանը պաշտոնապես ներկայացնում է, իբրև թե այդ խաղաղության հասնելու գրավական, բայց դրանք մեծ հաշվով անիրատեսական ուրեմն պահանջներ են։ Ուկրաինան պետք է չզինվի։ Իհարկե, բայց պետք է հասկանանք, որ դրանք մաքսիմալիստական են եւ ինչ որ առումով միգուցե Ռուսաստանը ունի ոսկե միջինի բավարարման այն պահանջները, որոնք ոսկե միջին կդիտարկվեն։ Ինքը բարձր նշաձող դրել է եւ այդ բարձր նշաձողից ոչ մի միլիմետր հետ քայլ չի անում, անգամ դենացիֆիկացիա եւ այլն, այդ ամեն ինչ որ նշում է, երբ որ այդ ռազմական գործողությունները սկսում էին, այդ ամեն ինչը ինքը բերել մցրել է իր պահանջների մեջ, բայց ասածս նա չի, որ կարող է բանակցություններում, կուլիսներում բանակցությունների միջոցով այդ ոսկե միջինին գան եւ այտենց հնարավոր լինի խաղաղության հասնել։ Դա մենակ Ռուսաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կամարտայնությամբ չի պայմանավորված։ Տեսեք, այո, պետքարտուղար Ռուբիոն մի հայտարարություն արեց, որ սա Ուկրաինայի պատերազմն չի, սա Միացյալ Նահանգների պատերազմն է, պրոքսի Ուկրաինայի միջոցով Ռուսաստանի դեմ եւ Թրամփի վարչակազմը նախորդից տարբերվում է, որ ասում է մենք ուզում ենք դուրս գալ այս պատերազմից, մենք միայն վնասներ ենք կրում, փող ենք ծախսում, պատերազմ, որտեղ Ռուսաստանը չի պարտվելու։ Այ ինչ կարող եք ասել այս գաղափարախոսության մասին եւ ինչպես են նրանք ըստ ձեզ եկել այս մտքի, որովհետեւ մեզ մոտ ընդունված է ասել, որ ամերիկյան պետությունը ունի խորքային եւ հեռահար ռազմավարություն եւ անձերի փոփոխությունից այդ ռազմավարությունը չի փոխվում, այսինքն Ռուսաստանը օրինակ ծնկի բերելու ռազմավարությունը միշտ մնալու է։ Ուղղակի ձևաչափերը եւ այսպես ֆորմաներն են տարբեր, բայց Թրամփը կարծես դուրս է գալիս, հա, այդ բանաձևից։ Մեր նախորդ հանդիպմանը ձեր նույն այս հարցին ես պատասխանեցի, որ Թրամփի դեպքում այդ ստերեոտիպը կարելի է կոտրված համարել եւ այստեղ այդ տարբերակը չի գործում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ունեն որոշակի մշակումներ, որոնք չեն շեղվում եւ այլն։ Այս դեպքում պետք է հասկանանք, որ Թրամփը բոլորովին այլ քաղաքականություն է իրականացնում, որը խորթ է բոլոր տեսակի արևմտյան նախագծերին, նախկինում եղած։ Եվ ինչ որ առումով ես համեմատում եմ եւ նույնականացնում եմ այն, ինչ որ մեր պետության ներկա վարչակազմը այդ խաղաղության օրակարգ եւ այլն առաջ է մղում եւ նույնը Ամերիկայի Միացյալ Նահանգները
որ այդպիսի նույն օրակարգն է առաջ մղում եւ ինչ որ առումով իմ համար անգամ համատելի են Ադրբեջանն ու Ռուսաստանը։ Այս դեպքում ես այդպիսի ներքուստ, երբ որ նայում եմ Թրամփին շատ դեպքերում համատում եւ նմանություններ եմ տեսնում Նիկոլ Փաշինյանի կերպարի մեջ, այդ պոպուլիզմը իր հերթին, ընդհանրապես աշխարհաքաղաքական իրավիճակները սեփական մտապատկերումների մեջ տեղավորելու եւ փորձել սեփական գաղափարական ինչ-որ բաներ տեղավորել այդտեղ, անգամ անսկզբունքայնությունը եւ այլն մենք չգիտեմ որքանով մեր լսարանը գիտի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում էլ Թրամփը անսկզբունքայնության բան ունի, այտենց շտամպ ունի իր վրա Դե նա կարող է Զելենսկին մի օր վիրավորել, հաջորդ օրը ասել, ես այդպիսի բան եմ ասել, չեմ ասել։ Եվ այդ երբ որ համատում ենք, հասկանում ենք, որ նման կարգի քաղաքականությունը աշխարհի մակարդակով, դեռևս ասենք Հայաստանը մի կողմ եթե թողնենք, աշխարհի մակարդակով, երբ որ անգամ իրենք են ասում, որ իրենք Թրամփն է ասում, որ ինքը ամբողջ աշխարհի ոնց որ նախագահն է եւ այլն, եւ պահանջներ ներկայացնում Կանադային, Եվրոպային եւ այլն։ Ես կառավարում եմ աշխարհը եւ զվարճանում եմ։ Դա Հայաստանի մասշտաբը չի, նեղ ռեգիոնալ ինչ-որ մասշտաբ չի եւ այլն, դա գլոբալ մասշտաբ։ Այդ գլոբալ մասշտաբը վտանգներով լեցուն է, ասածս դա է եւ այդ տեսանկյունից նման կարգի շարժումները ուղղակի ավիրում են ամբողջ մոլորակը, այն բոլոր տեսակի ստանդարտները կա քաղաքագիտության մեջ ներկայում քաղաքագետների կողմից նաև առաջ մղվող այն տեսակետը, որը շատ հիմնավոր տեսակետ է, որ այլ կերպ նոր աշխարհակարգ կառուցել հնարավոր չի, հին աշխարհակարգի բոլոր այդ հիմնասյուները այն աշյանի են, որ ուղղակի տեղաշարժել հնարավոր չի եւ միակ ճանապարհը ուղղակի քանդումն է։ Եվ Թրամփի միջոցով այդ քանդումն է տեղի ունենում, ես դա լուրջ եմ համարում, լուրջ տեսակետ եմ համարում, ես անգամ ընկալելի ինձ համար, բայց ինչը ես չեմ կարող ընդունել, երբ որ մարդիկ մտածում են, որ այդ անգամ թեկուզ Թրամփի քաղաքականության հիմքում եթե որոշակի մշակումներ կան դրված, լուրջ մշակումներ, դրանք ուրեմն հնարավոր է նոր աշխարհակարգի գալ առանց այնպիսի քաոսի քաոս ստեղծելու, որը թվում է թե հնարավոր է, այսինքն փլուզել ամբողջ հին աշխարհակարգը, փլուզել հին աշխարհը եւ նորը կառուցել, ինձ թվում է դա միլիոնավոր մարդկանց կյանքեր կխլի, դա քաոսի կբերի եւ իհարկե ընդունում եմ, որ միգուցե կան եւ մշակումներ, միգուցե իրենք ռիսկերը գնահատել են, գնահատում են եւ այլն, բայց միևնույնն է, այտենց միանշանակ չի կարելի պնդել, որ ներկա այն ինչ որ տեղի ունենում ներկա աշխարհում դա ի վերջո մի հատ գեղեցիկ ինչ որ պատկերի կբերի։ Եդեմ է ստեղծելու։ Այո, պարոն Սարյան, եւ Թրամփի տեսակետը Բայդենից խստորեն տարբերվում է նրանով, որ նա Ռուսաստանի պարտությունը գերնպատակ չի համարում։ Գոնե հրապարակային հայտարարություն է մակարդակով եւ Բայդենի վարչակազմը Ուկրաինային ասում էր զենք կտանք այնքան, ինչքան կարիք կլինի, սահմանափակում չեն դնում։ Այս վարչակազմը եկել է եւ Բայդենի տված զենքերի գումարն է հետ ուզում։ Իհարկե Զելենսկին ասաց, որ մենք դա պարտք չենք ճանաչելու եւ վերջին տեղեկություններն այն մասին են, որ կարծես թե ամերիկյան կողմը Զելենսկի այս տեսակետը կարող է ընդունել, բայց հարցս դա չէր, հարցս Ռուսաստանի պարտության չմատնելու եւ պարտության մատնելու տեսակետների տարբերությունն է։ Հարցը առաջանում, արդյոք Միացյալ Նահանգները չունի խնդիր այսպիսի Ռուսաստանի հետ։ Եթե ունի խնդիր, ուկրաինական պատերազմը շատ դաժան, բայց լավ առիթ է, այսպես գոնե վնասազերծելու, հա, բայց եթե Պուտինը չոր է դուրս գալիս այս պատերազմից, ոչ թե կարող է վնասազերծվել, այլ ախորժակը գնալով բացվել, դրա վտանգը չկա։ Եկեք քաղաքագիտական մոտեցմամբ ամբողջությամբ տրամաբանության մեջ փորձենք դա դիտարկել եւ հասկանալ, որը շատ ավելի կարեւոր է։
որ դեպքում ամերիկյան քաղաքականության համար հնարավոր կլիներ Ռուսաստան այն քաղաքականության վարելը, որը ներկայումս կա Ռուսաստանի հետ կապված, այսինքն Ռուսաստանին փորձել ոչ թե այս հակամարտությունից բան դուրս բերել, չոր դուրս բերել, որ դեպքում դա հնարավոր էր։ Զուտ քաղաքագիտորեն ավելի մեծ հակառակորդի ուրիշ եթե մարդիկ պետք է տրամաբանեն, այլ տարբերակ չկա, ավելի մեծ նպատակ, այսինքն բնականաբար այն քաղաքագիտական շրջանակներում վաղուց քննարկվող մեր աշխարհում տեղի ունեցող, որ կա որոշակի Չինաստան, որը ձեռնոց է նետել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հեգեմոնին, արևմտյան ընդհանրապես այդ ռազմաքաղաքական միջավայրին, որով պայմանավորված է ներկա աշխարհակարգը, եւ այդ տեսանկյունից Ռուսաստանի հետ կատարվողը միակ տրամաբանական այդ շղթայի մեջ այդպես կարելի է դիտարկել, որ սա այս ամբողջ պատերազմը ի վերջո կարող է Ռուսաստանը չոր դուրս գալ, եթե ընդունի ամերիկյան որոշակի շահերի արկայությունը եւ մոտավորապես ճամբարափոխ լինի։ Եվ գործի ամերիկյան շահերի տրամաբանությամբ ընդդեմ Չինաստանի, բայց սա խորը մոլորություն չի, որովհետեւ ես դրա համար խորքային անվստահություն կա ռուսական տայում արևմուտքի դեմ։ Արագ եմ ես ուղղակի ուզում եմ այն քաղաքագիտական բանը տալ, աստառը տալ, թե ինչպես հնարավոր է այլ դեպքերում տրամաբանական չի մնացածը։ Իհարկե, եթե խորքային առումով հնարավոր լինի Ռուսաստանի հետ գալ որոշակի պայմանավորվածությունների, որի արդյունքում Ռուսաստանն էլ կգնահատի, որ իր պատերազմում գտնվելը այլևս վտանգավոր է իր պետականության համար, ռուսական պետության համար, եւ այդ լավագույն առաջարկը նախընտրելին է, այդ դեպքում միգուցե հնարավոր լինի ենթադրենք Ուկրաինայում զոհել որոշակի շահեր, այդ թվում ուկրաինական ազգի հետ կապված, եվրոպական իր դաշնակիցների հետ կապված եւ այլն, եւ գնալ Ռուսաստանի հետ նման կարգի քայլերի։ Այլ դեպքերում կարելի է մտածել, որ ամերիկյան վարչակազմը գտնում է, որ պատերազմի խորացումը ուղղակիորեն ամերիկյան շահերի տապալելու է ամերիկյան հեգեմոնությունը, Ամերիկայի դիրքերը եւ այլն, ամեն ինչը եւ միգուցե ռեսուրս չունի, հնարավորություններ չունի, դրա համար տարածաշրջաններից դուրս է գալիս, այդ թվում նաեւ եվրոպական թատերաբեմից է դուրս գալիս, այլ դեպքում պետք է մտածել, որ Ամերիկայի վերջը եկել է, շատ կոպիտ տեսանկյունից, կամ այս տարբերակով, կամ մյուս տարբերակով, ուրեմն Ռուսաստանին դաշնակից դարձնելու տարբերակով։ Մնացած այլ տարբերակները արդեն ըստ էության, մենք ինչի հետ գործ կարող ենք ունենալ, եթե այլ տարբերակ արդեն միգուցե անտրամաբանական, Թրամփի տեսանկյունից տրամաբանական։ Հիմա Թրամփի տեսանկյունից, որովհետև այդ պոպուլիզմը եւ այլն մեր աչքի առաջ է։ Մենք ի վերջո անկախ ամեն ինչից ուզում ենք իմաստ տեսնել գործընթացների մեջ, բայց հետն էլ մենք տեսնում ենք ուրեմն Թրամփի կերպարը իր վարչակազմի ոչ սինխրոն ուրեմն գործելավոճը տարբեր իր դաշնակիցների հետ կապված եւ այլն շատ անգամ մերձավոր արևելքում եւ այլն այլ տարածաշրջաններում չէ որ ամբողջ աշխարհը նայել տասնամյակներով նայել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հատկապես իր դաշնակիցները ամբողջ աշխարհում սփռված։ Չմոռանա, իզուր չի այսօր աշխարհում դուք նշեցիք, որ առաջիկա 2 շաբաթը բան է սպասվում, ենթադրենք, բայց այդ նույն բանը սպասվում է Պակիստան, Հնդկաստան հարաբերություններում, Ճապոնիա, Ֆիլիպինների, Ճապոնիայի, չգիտեմ, եւ այլն Չինաստանի հետ այդ մրցակցության պայմաններում, ուզում եմ ասել ամենտեղ էլ մերձավոր արևելքում, Թուրքիայի հետ կապված, Իսրայելի հետ կապված, չէ՞, այդ մեր աչքի առաջ է նույն Սիրիայի տարածքում Իսրայելի եւ Թուրքիայի մրցակցությունը։ Ուզում եմ ասել, որ ամբողջությամբ ըստ էության այդ թելերը արևմտյան աշխարհակարգի բոլոր այդ թելերը, որոնք գլոբալ մասշտաբով Ավստրալիայից սկսած մինչև Բրիտանիա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Կանադա, այդ բոլորով այդ տրամաբանությունից դուրս ինչ որ իրավիճակում են հայտնվում։ Իհարկե խորթ է իրենց համար,
իհարկե դիմադրում են, շատ լուրջ դիմադրում են, բայց հենց ասածս նա է, որ եթե այն երկու սցենարները չկան, ամերիկյան ենթադրենք այդ ինչ հաշվարկներ, որ այլևս մոլորակը հնարավոր չի պահել եւ իրենք պետք է մեկուսանան, եւ երկրորդը Ռուսաստանի հետ դաշնակցային ինչ որ հարաբերություններ ընդդեմ Չինաստանի, ապա մյուսը իմ կարծիքով ուղղակի քաոս է։ Ուղղակի քաոս է, որը մենք չենք զգում։ Մենք դեռևս նորմալ ապրում ենք, չգիտեմ, գնում ենք խանութ, առևտուր ենք անում եւ այլն, բայց մեր աչքի առաջ տեղի են ունենում այդպիսի իրադարձություններ եւ իզուր չի, որ այսօր ասենք խոսակցություններ կա անգամ միջուկային պատերազմների մասին, նոր չի դա։ Մենք դեռևս ուկրաինական վտանգը պահպանվում է, այսինքն միջուկային ըստ էության Պակիստանի եւ Հնդկաստանի միջև պատերազմը Ես եվրոպական մայրցամաքում։ Չէ, ես ուզում եմ գալ այստեղ եւ հասկանալ, որ միջուկային պատերազմը մենակ այնտեղ չի, որ ուկրաինական թատերաբևում մենք հիշում ենք այդ խոսակցությունները դեռևս 2022 թվականից կային եւ այլն, բայց այստեղ մի նոր օջախ է ըստ էության ձևավորվում, միգուցե նաեւ իրար փոխանցելիություն կա, Մերձավոր Արևելքում էլ տեսանք Սիրիայի հետ կապված, կարծես թե ավարտվում է, հիմա տեղափոխվում է Կենտրոնական Ասիայի տարածաշրջան եւ այլն, բայց եռում է մոլորակը։ Հա, մոլորակը եռում է եւ պետք է նշել, որ ուրեմն այդտեղ մենք ինչ կողմնորոշիչներ ունենք եւ ինչ կարող ենք անել։ Այ Հայաստանի դիրքավորումը դուք ոնց եք համարում, որ պարոն Սարոյան, այսպիսի քաոսային անկանոնությանը շատ մեղմ բառեր օգտագործենք, մեր նավը չի խորտակվի, այսինքն վեհ ինչ որ բարձր գաղափարներ գոնե չդնելով պահպանել Հայաստանի պետականությունը։ Ինչ հնարավորություններ եք դուք տեսնում։ Ես չեմ համարում, որ այն քաղաքականությունը, որ վարվում է ներկայումս, դա պետականության պահպանման քաղաքականություն է։ Դա այդպիսի պաստառ են բարձրացնում, կարգախոս են որդեգրում, իրականում հակառակը տանելով դեպի հակառակին, տանելով Հայաստանի ոչնչացմանը։ Ես գտնում եմ եւ այդ ինչ որ հիմա ասում եմ, էլի տրամաբանական քաղաքագիտական շրջանակներում է։ Ուրեմն, երբ որ աշխարհակարգ է փլուզվում, զինվել նախորդ այդ փլուզվող աշխարհակարգի ստանդարտներով, ուղղակի հանցագործություն է։ Զինվել այդ լեգիտիմության կարգախոսով, սահմանների եւ այլն, ուրեմն կադաստրի թղթի հետ կապված, չգիտեմ, սահմանների ճանաչելիության հետ կապված, տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված եւ այլն, այն դեպքում, որ մեր աչքի առաջ է ուրեմն այս փլուզվող աշխարհը եւ ակնհայտ է, որ այդ փլուզվող աշխարհը կանգ առնելու շանս չունի, մենք որ խոսում էինք ըստ էության, եկեք հենց այդպես էլ այդ սցենարներով հերթով գնանք։ Մի դեպքում Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս է գալիս, ենթադրենք, ինքը ի վիճակի չի, ներուժ չունի եւ այլն, պարփակվում է, ինչ բերելու է ինչին, քաոսին եւ աշխարհի վերաձևմանը։ Մյուս դեպքում, եթե իսկապես Ռուսաստանի հետ կապված դաշնակցային ինչ-որ իրավիճակ է, ապա մեզ սպասվում է շատ ավելի մեծ պայքար ընդդեմ Չինաստանի հետագայում, որը կրկին նոր աշխարհակարգի ստեղծման եւ այդ հին ստանդարտների ոչնչացման խնդիր է եւ այդ շատ երկարատև process է լինելու։ Եւ երրորդը, երբ որ ես ասում եմ, որ այդ ուրեմն Թրամփի եւ իր վարչակազմի հիմարությունների եւ այդ խաղաղության ինչ որ օրակարգ այնպես ինչպես Հայաստանում այդպես բան են կարգախոս են ворթեգրել եւ փորձում են այդպես ինչ որ զանգվածների արդեն միլիարդների հետ կապված զանգվածների մտքի հետ խաղալ, դա նույնպես վերելու է շատ ավելի վատ հետևանքների մարդկության համար ընդհանրապես։ Եվ այդ տեսանկյունից եմ ես գնահատում, որ այս փոփոխվող աշխարհում հին ստանդարտներով փորձել անվտանգություն ապահովել, պետականություն ապահովել, բան, դա շատ սխալ տարբերակ է։ Ուղղակի ինքնավոչնչացման տարբերակ է։ Մյուս տարբերակը իհարկե պետք է մշտապես ամենօրյա ռեժիմով պատրաստվել վտանգներին, ամենօրյա ռեժիմով հանրությանը պետք է նախապատրաստել այդ ֆիզիկական եւ այլ տեսակի բան կյանքին, ծանրագույն կյանքին, որը հնարավոր է մեզ մի օր մեր դուռը թակի։ Պարոն Սարոյան, իսկ Ռուսաստանի եւ Եվրոպայի հարաբերությունները ինչպես կարող են ձևափոխվել։
Եվրոպան հիշեցնում էր մեզ, ոչ միայն այն իմաստով, որ իր անվտանգությունը տվել էր Միացյալ Նահանգներին եւ ինքը զբաղվում էր իր սոցիալ-տնտեսական, կրթական, տեխնոլոգիական զարգացման բարգավաճմամբ եւ հոգ չէր իր համար, ասենք, ռազմաարդյունաբերություն սեփական ունենալ եւ այլն, այլև Ռուսաստանի հետ շփումներում նրանք իրենց թիկունքում ունեին Միացյալ Նահանգների անվերապահ աջակցությունը եւ շատ մեծ վստահությամբ են, Ռուսաստանի հետ խոսում։ Դա ինձ հիշեցնում է Թուրքիայի եւ կոնկրետ Ադրբեջանի հետ խոսակցության ժամանակ Ռուսաստանի ենթադրյալ մեր աջակցությունը, որ մենք դրա վրա խաղադրույք ենք, չէ՞, կատարել, որ Ռուսաստանը ինչ էլ լինի մեզ կաջակցի եւ մենք կարող ենք, ասենք, մեր նպատակները սպասարկել ոչ թե սեփական ռեսուրսների մեծացմամբ, այլ պատվիրակելով մեր անվտանգային եւ քաղաքական, պես ասենք, հովանավորի գործը Ռուսաստանին։ Մեր պարագայում դա տեսանք, ինչ աղետի բերեց, եվրոպացիները նոր աղետի առաջ են, թե նրանք ի տարբերություն մեզ աղետից առաջ կարող են որոշակի վերափոխման գնալ եւ սեփական ռեսուրսների, այդ թվում ռազմաքաղաքական մեծացման ճանապարհով գնալ։ Ինչ եք տեսնում։ Իզուր չէր, որ մենք խոսեցինք, հիմա պետք է նշեմ, որ Ուկրաինան իրականում բոլորի համար ակնհայտ է, որ պաշտպանում է եվրոպական դարպասները, այդպես ասած։ Եվ եվրոպացիները այդպես էլ ընկալում են։ Այդպես էլ ընկալում են։ Եվ այդ տեսանկյունից, երբ որ մենք խոսում ենք պատերազմի հնարավոր պատերազմի դադարեցման խաղաղության հնարավոր լինելիության մասին, երբ որ ես կասկած հայտնեցի, նաև դրանով էր պայմանավորված, որ այսօրվա դրությամբ ուրեմն Եվրոպան շատ լավ հասկանում է այդ խաղաղությունը իր հաշվին է լինելու եւ ընդհանրապես խաղաղություն չի լինելու հետագայի հետ կապված, եթե նման կարգի Ռուսաստան պահպանվում է։ Եվ այսօր բոլոր փորձագետները, լուրջ փորձագետները գիտեն, որ ռուսական բանակի, այս մարտունակ բանակի պատերազմների մեջ բոլոր բանակները մարտունակ են դառնում, ի տարբերություն խաղաղ պայմաններում գոյություն ունեցող բանակների։ Այս իրավիճակում ռուսական բանակի հետ ուրեմն կարող է ոտք պարզել միայն ուկրաինական բանակը եւ փորձագետները նաեւ նշում են թուրքական իր ծավալների քանակի եւ մշտապես Մերձավոր Արևելքում պատերազմական իրավիճակներում գտնվելու արդյունքում, այո, փորձառություն։ Եվրոպական բանակները մեծ հաշվով նման կարգի փորձառություն չունեն եւ շատ թույլ են։ Պետք չի թերագնահատել ուկրաինական բանակի թե գործոն լինելու հանգամանքը, թե ռազմունակությունը։ Եվ այդ տեսանկյունից ես կասկած եմ հենց հայտնում, որ պատերազմը այդպես կանգնացնելը հեշտ կլինի եւ այլն, որքան էլ ոսկե միջին լինի պայմանավորվածության գալու հնարավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի, բայց աշխարհում աշխարհակաղակական այլ ուժեր ուղղակի թույլ չեն տա, չեն ցանկանա, որովհետեւ դա ուղղակի հարվածում է իրենց պետական շահերին, այդ թվում եվրոպական պետությունների շահերին։ Իրենք շատ լավ են հասկանում, որ իրենք Ռուսաստանի հետ մրցակցող չեն։ Ռուսաստանը պետք է վնասազերծվի այս պատերազմը։ Ռուսաստանին պետք է անընդհատ կապկան թակարդի մեջ պահել։ Անընդհատ պետք է ինչ-որ պատնեշների մեջ պահել, որ դուրս չգա այդ գազանը։ Այդ գազանը, որ դուրս եկավ, իրենք շատ լավ են հասկանում, որ մերձբալթյան երկրները, հատկապես Բալտիկ ծովը խոցելի է, առաջի իսկ հարվածի կենթարկվի։ Եվ այդ տեսանկյունից ուկրաինական ճակատում խաղաղության հասնելու տարբերակները դա միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի որոշման դաշտում չեն գտնվում։ Ներքուստ խորքային առումով դիմադրությունը շատ մեծ է եւ այդ դիմադրությունը խաղի հնարավորություն ունի Եվրոպան, այսինքն դե Ուկրաինայի միջոցով է իր խաղը Ուկրաինայի միջոցով է հենց, որովհետեւ տեսեք, եթե Միացյալ Նահանգները ընդհանրապես դուրս գա այս պատերազմից, նաեւ ռեսուրսներ չտրամադրի Ուկրաինային, Եվրոպան կկարողանա փոխարինել նրան, սա կարևոր հարց է։ Բնականաբար լիարժեք չի կարող փոխարինել եւ անգամ
մեծամասամբ չի կարող փոխարինել, բայց այդ որքանով որ ինքը կփոխարինի, դա այնքան բավարար կլինի, որ այդ հակամարտությունը հանգուցալուծման չի հանգի, շարունակվի, այո, եւ միգուցե ռուսական բանակը մի քիչ ավելին առաջխաղացում կունենա, բայց այնպես չի, որ այդ պատերազմը հնարավոր կլինի, դա ըստ էության սլավոնական ազգերի ոչնչացման ուրեմն շարունակություն կլինի։ Այստեղ եվրոպական պետությունները հենց այդպես էլ դիտարկում են իրենք ես չեմ հավատում, որ կգնան իրենց ձեռքերը կբարձրացնեն եւ կհանձնվեն ամերիկյան այդ քաղաքականության ներկա ուրեմն այդ բանին տրամաբանությանը եւ մի միտքել էի ուզում ասել, որ առաջիկա իզուր չի, որ Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայի երկրներում եւ այլն այդ նոր օջախները ստեղծվում են, դրանք նույնպես ընդհանուր գալիս են լրացնելու ընդհանուր պատկերը, որտեղ որ հասկանում ենք, որ օրինակի համար եկեք նայենք Թուրքիան ինչպիսի մեծ ուրեմն չափաբաժիններ է ձեռք բերել վերջի տարիներին ու ակնհայտ է տեսեք որ Իրանի ազգային շահերը ինչքան են փոքրացել եւ ինքը սիրիական, լիբանանյան, պաղեստինյան եւ այլ այդ անգամ հիմա արդեն իրաքյան տարաբաներից կամաց հետ է քաշվում այդ մրցակցությունը դա մրցակցության արդյունք է եւ մեծահավանականությունը Թրամփը վարչակազմի հետ գործարքի գնան միջուկային Թրամփը վերջերս իհարկե այն ինչ որ հիմա կատարվում է այդտեղ էլ մենք տեսնում ենք Պակիստանի շուրջ այդ պատմությունները եւ այլն Պակիստանը իր հերթին Ռուսաստանին է փորձում ներքաշել որպես պաշտպանիչ Հնդկաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնակցային հարաբերությունները վաղուց են հայտնի եւ այլն ՆԱՏՕ դաշնակցի կարգավիճակ ունի ԱՄՆ-ին այո եւ այս այլ տարածաշրջաններում այս բռնկումները որպես մեթոդոլոգիա եթե մենք նայենք այդ միտումներին նայենք ապա պատերազմների խաղաղության դարաշրջանի գալու միտում չկա աշխարհում Ինչ մնաց Հայաստանն ու Ադրբեջանը Լուր մնաց Հայաստանն ու Ադրբեջանը իհարկե կար մենք վստահ ենք որ Բայդենի ժամանակ կար ամեն գնով Կովկասյան տարածաշրջանում հարավային Կովկասում խաղաղության այդ վիճակը պահելու տրամաբանություն միանշանակ ներկայումս կա մտավախություն որ Թրամփը ինչպես 2020 թվականին թույլ տվեց միգուցե ինչ որ իրավիճակում նորից թույլ տա թուրքական գործոնի արդեն այլ դրսևորումներին մենք տեսնում ենք որ Ռուսաստանը հարավային Կովկասում բացարձակ ուրեմն որքան էլ ասեն նախկին խորհրդային միության վերականգնման ծրագիր եւ այլն, բայց դա այդպես չի հարավային Կովկասում տերուտնօրենը Թուրքիան է եւ մեզ էլ ամեն գնով ինքը Ռուսաստանը մղել է որպեսզի այդ իր փոխարեն ուրեմն Հայաստանյան վարչախումբը ընտրի թուրքական տիրոջը այսպիսի իրավիճակում մտածել որ խաղաղությունը, չգիտեմ, սարերի ետևում չի, մոտ է եւ այլն, այդպես չի։ Անկամ ամերիկյան հանրության համար Թրամփի անգամ այդ տրամաբանության տեսանկյունից մի բան է ինչ ասում են, բայց մի բան է իրականում որ հակառակն է։ Այնպես որ երբ որ հայ ժողովուրդը հույս ունի թե շատ ասելուց խաղաղություն շատ ասելուց ամեն անգամ կենաց ասելուց խաղաղությունը շուտ կգա, այդպես չի։ Այդպես կա հիմա Թրամփն էլ անընդհատ խաղաղության մասին է ամեն օր խոսում, բայց ամբողջ աշխարհում պատերազմներ են, որ լինում են անգամ հիմա խոսում ենք միջուկային պատերազմի մասին։ Ուկրաինական մի կողմ եմ թողնում։ Միջուկային, որը շատ ավելի հավանական կարող է դառնալ, եթե Պակիստանի եւ Հնդկաստանի միջեւ իսկապես ռազմական բախում լինի։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Սարոյան, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել ենք Սարո Սարոյանին։